Բա ի՞նչ է տեղի ունենում, ձեր կարծիքով ինչի համար այս ամեն ինչը։ Հարցատրվում ասում վարչապետի տեխնացու առաջադրվել, ինչ կասեք։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապա լեգիտիմացնելու վերջին փորձն է։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարագրելու, որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Եվ գիտեք ինչ։ Ես կարծում եմ, որ ես գիտեմ ինչ է զգում եւ ինչ է մտածում մեր ժողովուրդը։ Եթե ես չիմանայի ինչ է զգում եւ մտածում մեր ժողովուրդը եւ ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող ա հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում եւ բ այս ամեն ինչի միջով անցնելով շարունակել մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Եվ թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվականից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Եվ չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող, ասենք, նախկին նախագահ եւ այլն, չեք տեսնելու։ 2026 թվականի հունիսի 8-ին մենք բոլորս արթնանալու ենք նոր նրանք ովքեր գիշերը քնելու են